Բարերեկո շանթիեթեր շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Քննարկվել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ, քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց հետ կապված խնդիրներին։ Ալեն Սիմոնյանը նաև ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Խորհրդարանում այսօր էլ շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, Երևանի քաղաքապետը ևս եղել է ազգային ժողովում եւ անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում մայրաքաղաքի փողոցների խցանումներին։ Այս տարվա կարկուտի վնասների մեծ մասի գնահատումներն իրականացված են, հաշվարկներ արդեն կան, բայց ոչ բոլոր տվյալներն են ամբողջացված։ Այս մասին падգամավորներին էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց։ Արման Խոջոյանի խոսքով 2025-ին քիչ թվով ապահովագրված հողատարածքներ են եղել, ինչն ըստ նրա պայմանավորված է ապահովագրական ընկերությունների զսպվածությամբ։ Ֆերմերային տնտեսություններին աջակցության նպատակով քննարկումներ ունեցել ենք, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարգտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանքել, որովհետև այն օրը, որ քննարկում ենք իրականացնում, օրինակ Շիրակի մարզում տեղած կարկուտ։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ 2024 թվականին առաջին կարևոր ծախսը, որ արել է օդի աղտոտվածության մոնիթորինգի 2 ավտոմատ կայանի ձեռքբերումն է, որոնք արդեն Երևանում են։ Նախարարի խոսքով իրականացվում է դրանց տեղադրման գործընթացը։ Միանգամից կարող եմ ասել, որ վատ կողմերն է, որ 2 հատ են գնել, մեզ 14 հատ է պետք ամբողջ Հայաստանի, ուրեմն ամբողջ Հայաստանի մակերեսի համար, բայց լավ լուրներն է, որ 3 հատ էլ ձեռքբերման գործընթացը մեր միջազգային գործընկերների հետ են կազմակերպում, հույս ունեմ, որ հաջորդ տարի գարնանը եւս 3-ը կունենանք, այսինքն այս միջոցառման շրջանակում օդի աղտոտվածության մոնիտորինգի համակարգի համալրման եւ ավտոմատացման իմաստով 2 կայանի ձեռքբերումը վատ լուրերն է, որ մեզ 12-ը դեռ պետք է եւ լավն է, որ 3 հատ միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ ուրեմն կանենք։ Իսկ ինչ է արել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն անցած տարի 2024-ին ընդհանուր առմամբ 71 համայնքի տրամադրվել է ավելի քան 85 միլիարդ դրամ, ճիշտ այնքան, ինչքան նախատեսված է եղել տարեսկզբին։ Ըստ նախարար Դավիթ Խուդատյանի, առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է հնգական միլիոն դրամ։ Օրինակ Կապան համայնքի դեպքում 19 սահմանամերձ բնակավայրի համար հատկացվել է 95 միլիոն, նոյեմբերյանի դեպքում 45 միլիոն եւ այսպես շարունակ։ Պիտի ասեմ, որ առաջին անգամ ազգային փոքրամասնություններով 8 համայնքների յուրաքանչյուրին տրվել է 50 միլիոն դրամ դոտացիա։ Պիտի նշեմ, որ դոտացիայի չափը շարունակական աճում է եւ չեմ կարող այս համատեքստում չնշել, որ 2026 թվականին դոտացիայի չափը կկազմի արդեն 107.8 միլիարդ դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 54%-ով։ Սուբվենցիաների տրամադրման մասով պիտի ասեմ, որ 31 միլիարդ դրամի սուբվենցիա է տրամադրվել պետական բյուջեի մասով եւ ընդհանուր առմամբ շուրջ 57 միլիարդ դրամի ուրեմն դոտացիա է տրամադրվել համայնքներին։
Երևան համայնքն էլ գնալով ավելացնում է սեփական եկամուտները։ Օրինակ անցած տարի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով քաղաքապետարանն իր սեփական եկամուտները 13.1%-ով ավելի է հավաքագրել, հասցնելով 71 միլիարդ 199 միլիոն դրամի։ Խոսելով մայրաքաղաքում տրամվայի վերականգնման հնարավորությունից, Ավինյանն ասաց, թե այդպիսի հարց չի քննարկվում, իրատեսական չէ։ Փոխարենը շատ իրատեսական է մետրոյի նոր կայարանի կառուցումը։ Այս տեսակ աշխատանք այս պետությունը 40 տարուց ավելի չի արել, եւ եթե նմանատիպ process-ներն են կանգնում, այդ կարողությունը, այդ գիտելիքը էլի չքանում է։ Հետո պետքա սկսես վերականգնել։ Հիմա ժամանակա դա տանում, բայց ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել։ Մայրաքաղաքի խցանումները եւս падգամավորներին մտահոգող հարցերից էին։ Քաղաքապետի դիտարկմամբ Երևանում հավելյալ 250 ավտոբուսներ ներմուծելու ժամանակ որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են։ Ըստ Ավինյանի վերլուծությունները ցույց են տալիս, որ ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումներ պետք է մտցնել փոքր կենտրոնում։ Մենք պետք է էականորեն բարելավենք, այսինքն ստեղծենք, չունենք մենք այդ ենթակառուցվածքը, ստեղծենք հեծանիվների համար համապատասխան ենթակառուցվածքներ եւ այս շղթայով հետո տենց բարձրանում է հաջորդը հանրային տրանսպորտն է, որտեղ ունենք ձեռք բերվելիք 250 էլեկտրոավտոբուսներ 18 մետրանոց եւ դրանից հետո նոր գալիս է մեքենան, այսինքն եւ այս ավտոբուսների գծերն են շարունակում ավելացնել քաղաքում, շատ շուտով դուք տեսնելու եք նաև նոր ավտոբուսային գծեր Երևան քաղաքում, այսինքն մարդը պետք է իմանա, որ լավագույն միջոցը Երևան քաղաքով տեղաշարժվելու որոշ դեպքերում հետիոտնային տեղաշարժն է, որոշ դեպքերում հեծանիվն է կամ ինքնագլորը միգուցե դեռ չենք որոշել այդ հատվածը եւ մնացած դեպքերում բանն է հանրային տրանսպորտը։ Քաղաքապետը վստահեցրեց, չկա եվրոպական մի քաղաքի հաջողված փորձ, որն այս ճանապարհով չի գնացել։ Ավինյանի համոզմամբ բոլոր նրանք, ովքեր հապաղել են այս ճանապարհով գնալ, իրականում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում տեղի ունեցել գազի պայթում, փլուզվել են 4-րդ, 3-րդ, 2-րդ հարկի բնակարանները, մասամբ փլուզվել են գիծմուտքի բնակարաններ, բռնկվել է հրդեհ։ Պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, հոսպիտալացվել է 11 քաղաքացի, որոնցից 3-ին տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ բավարար։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն։ Ներքին գործերի ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են գործողություններ, աշխատանքներ են տարվում շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանի ապահովման, պատահարի հետևանքների չեզոքացման եւ այլ առաջնային ուղղություններով։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Վանաձորի եւ Երևանի որոշ թաղամասերում։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 13-ին ժամը 9-ից մինչև 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ Նովայի, Մելիքյան, Այվազովսկու, Լագեր, Նայրի փողոցներով պարպակված թաղամասերի գազասպառողներին, Սպիտակ քաղաքի Սովխոզային եւ Քրքրքորյան փողոցներով պարպակված թաղամասերի գազասպառողների, ժամը 10-ից մինչև 16-ը Երևան քաղաքի Երևանի վարչական շրջանի Նորարեշ թաղամասի 20-րդ փողոցի, թիվ 2 7-րդ փողոցի, թիվ 1 Կոտորակ 1 24-րդ փողոցի, թիվ 1-ից 19 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտություն եւ խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։